Բարև ձեզ։ Ես տեղում եմ։ Հա, ես գիտեմ, որ տեղում եք, բայց առողջապահության հարցերի պետական հանձնաժողովի անդամ Էմմա Պալյանը նպատակահարմար չի գտնում ձեզ ընդունելու։ Այսինքն միայն ձեզ չենք ընդունում, հա, քաղաքացիների ընդունելությունը, հա, դուք համեցեք ներս։ Հարցերը գրավոր հարց ներկայացրեք, ձեզ նպատակահարմար չենք գտնում ընդունելու։ Դա այն է, ինչ ասվում է։ Շատ լավ։ Շնորհակալ եմ, գրավոր հարցում ուղարկեք, ձեզ կպատասխանեք։ Ես քաղաքացիների ընդունության եւ դիմումների բաժնի պետն եմ։ Շնորհակալ եմ։ Այդ Էմմա Պալյանը կարծեմ նա է, չէ՞ որ եղբայրը որ գրախանութ ունի, Շիրակի մարզի գնումները իրանց գրախանութից են անում, ինքն էլ արցախցիներն է, կարծեմ Այդ է նա որ նաև ամուսինը պիտի անձրևի տակ չմնար վերցրել օգնական, թե ուրիշ էր, էդ է, չէ՞ ոնց է, հա։ Բան Ղազարյան, քրտականներին ասում են, բայց մենք ինչպես հանդիպենք մի մարդու, որը առավոտից իրիկուն մեզ եթերներով, Facebook-յան գրառումներով վիրավորում են։ Բա ինչ պիտի անի, պիտի մենակ իրանք հանդիպեն իրենց գովացող մարդկանց հետ, բայց եթե քաղաքական գործունեություն են զբաղվում, կարող է լինել նաև անձնական վիրավորանք եթե լինի, ես կարծում եմ իրանք կարան օգտվեն վիրավորանքի քաղաքացիական իրավակարգավորումներից, դրանից ի դեպ անխնա օգտվում է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ որտեղ որ ինքը համարում է, որ իրեն վիրավորել են, ինքը դատական հայցեր է ներկայացնում։ Բացի Ալեն Սիմոնյանից ես որևէ այլ գործիչ իմ դեմ դատական հայց չեմ ստացել։ Օրինակ Վահագն Ալեքսանյանը վիրավորված է Վահագն Ալեքսանյանը Պետրոս Ղազարյանի մոտ հարցազրույցի է եղել, որի կապակցությամբ Ղազարյան versus Ղազարյանի հատուկ թողարկումը կնկարահանվի այսօր կհեռարձակվի վաղը, կարամ մի քիչ ավելի ուշադիր նայի, ավելի հետաքրքիր բաներ կարան դե իր համար այդ նամբերի։ Պարոն Ղազարյան, ձեր կարծիքով հատուկ հրահանգ կա օրինակ ազգային ժողովի նախագահի կամ հենց Նիկոլ Փաշինյանի կողմից, որպեսզի բոլորին ընդունեն քաղաքացիների ընդունելության օրը, բայց ձեզ չէ։ Ես կարծում եմ, որ դա ակնհայտ է։ Չեմ կարծում, որ դա կար անձնական։ Արդեն մենք երեխա չենք, էլի, տեսեք ձեր հարցադրումն է, չէ, հենց այնպես չի հնչում։ Ակնհայտ է, որ սա ուղղորդված է, այսինքն միայն քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորները պիտի չընդունեն միայն Էդգար Ղազարյան։ Տեսեք, երկու ընդունելություն է այսքան ժամանակ կայացել, մեկ եղել է Հայաստան խմբակցությունից падգամավոր, մեկը խմբակցության կազմի մեջ չընդգրկված падգամավոր։ Մի ընդունելության ես չեմ կարողացել գալ, որովհետև դատական նիստի եմ եղել, հնարավոր չեղավ գալ։ Մնացած բոլորը, որտեղ որ ԿՊ-ից են եղել, կամ ազգային ժողովի փոխնախագահները կամ հանձնաժողովի անդամները, իրենք դա կարծում եմ, որ միասնական մոտեցում է որոշվում է, բայց կարճ չունի, դա չի նշանակում, որ ես վաղը չեմ գալու։ Ամեն անգամ ես կգամ, օրինակ այսօր ես դες վստահեցնում եմ տուն վերադառնալուց հետո հաղորդում գլխավոր դատախազին Էմմա Պալյանի մասով անպայման լինելու է։ Ժամանակի Նիկոլ Փաշինյանն էր ասում Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա։ Իրենք պետք է որոշեն։ Դե հենց սա ի դեպ ասեմ, բացի դրանից, որ իրենք իրաց բոլոր խոստումներից են հրաժարվել նաև քաղաքացու նկատմամբ վերաբերմունքից, սա նաև աննախադեպ է ընդհանրապես քաղաքացի պետության հարաբերություններում։ Ես ինքս մարզպետ եմ եղել եւ մենք քաղաքացիների ընդունելության օր ունեինք։ Միջինում օրինակից մոտ հերթագրում էր մինչև 70-ից 80, երբեմն եղել է 100-ից ավել քաղաքացիներ են մասնակցել։ Ես այդ օրը ուրիշ որևէ գործ չէի պլանավորում եւ համբերատար լսել եմ բոլոր քաղաքացիներին, որոնք տարբեր հարցերով են դիմել, այդ թվում առաջարկություններ են ներկայացրել, այդ թվում իմ գործունեության հետ կապված հարցեր են բարձրացրել։ Դրանք բոլորը ոչ միայն քաղաքացիները արժանանում են ընդունելության, դա մեր պարտականությունն է, այլև նրանց բարձրացրած հարցերը պետք է սահմանված կարգով ընթաց տան։ Դա իրենց պարտականությունն է, այսինքն սա նաև պարտականությունների կատարումից խուսափում է, ինչը որ աննախադեպ է։ Հաջորդ հանձնաժողովի նիստը որն է, որին եք գալու։ Ոնց ասեմ, վաղը ժամը 10-ին է, դա կարծեմ մեր ֆինանսավարական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը վաղը ժամը 10-ին։ Շնորհակալ եմ, գնացեք ձերանալու։